Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարի կեսօր Սեյրան, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք, ուրախ եմ շատ։ Ինչպես է տրամադրությունը, ինչպես է օրը, ինչպես է սկսվել։ Շատ լավ է սկսվել օրը։ Շատ լավ է տրամադրությունը, դուք ինչպես եք, շնորհակալություն։ Լավ, շնորհակալություն։ Հասցրել եք արդեն լիարժեք արթնանալ, ձայնավարժությունները արել եք թե ոչ։ Պարտադիր։ Այդպես է միշտ օրը սկսվում։ Ամեն առավոտը սկսում եմ մարզասրահ գնալով եւ բնականաբար ձայնավարժությունները երկիչների օրվա լավագույն սկիզբն է կարելի ասել։ Եվ անբաժանելի մասը է։ Մենք որոշել ենք այսօր բացահայտել ձեզ, ձեր բնակարանը, որտեղ ապրում եք, եթե կա հնարավորություն ընտանիքի անդամներին նույնպես, եթե կմիանան մեզ, եթե ոչ, ապա դուք կպատմեք նրանց մասին։ Բայց մինչ այդ խոսենք ձեր գործունեության մասին, երևի թե հյուրասենյակի հատվածում։ Համեցեք։ Հետո կանդրադառնանք արդեն տան առանձին դետալներին։ Ինչով եք այս պահին զբաղվում, որպես երգիչ ենք ձեզ այցելել, բայց մինչ նկարահանումները զրուցեցինք, հասկացանք, որ տարատեսակ գործունեություններ եք հասցրել ծավալել այս ընթացքում։ Այո, այս պահին զբաղվում եմ իմ սեփական երաժշտությամբ, երգերով, ուզում եմ դառնալ երգիչ, ինչպես նշվեց։ Հաճախում եմ մարզասրահ, գնում եմ Լողավազան, ուզում եմ խոսել նաև իմ սիրելի սպորտից, ես իմ հոբին կարելի ասել, նաև ֆուտբոլ եմ շատ սիրում։ Հաճախ ընկերներիս հետ կազմակերպում ենք եւ խաղում ենք։ Երկրպագում եմ Բարսելոնայի թիմը, այո, Բարսելոնայի թիմին։ Նվագում եմ կիթառ, նվագում եմ դաշնամուր, սովորել եմ կիթառ փոքր հասակում ավելի։ Այցելել եմ Լուիզավե երաժշտական դպրոցը, սովորել եմ գիտար, իսկ հետո արդեն սկսել եմ զբաղվել վոկալով, սովորել եմ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, Միրան Արփի ստուդիայում, այս պահին սովորում եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։ Շատ խառներ ամեն բան, սկսենք հերթով, որպես երգիչ, որտեղ եք մասնագիտացել, որտեղ եք կրթություն ստացել որպես երգիչ։ Որպես երգիչ առաջի քայլերը եղել է Հեքիմյանի երաժշտական դպրոցից, այնտեղ եմ սովորել, հետո տեղափոխվել եմ Միրան Արփի ստուդիա, ու հետո արդեն անատական վոկալով եմ զբաղվել Արաքսա Մուշեղյանի մոտ, շատ սիրելի։ Կոնսերվատորիայում դեռ չեք սովորել եւ երևի թե չեք էլ սովորի, չէ՞։ Կոնսերվատորիայում չեմ սովորել։ Իրականում իմ համալսարանական պատմությունները մի քիչ խառն է։ Ես սկզբում սովորում էի ֆրանսիական համալսարանում որպես իրավաբան։ 3 տարի սովորելուց հետո ես ուղղակի, չգիտեմ, շատ եմ սիրում երգը, երաժշտությունը եւ ինձ ապսեի մեջ զգում եմ այդ բնագավառում, այդ ոլորտում։ Ընդունվեցի Միացյալ Նահանգներում համալսարան, Նորթրիջի համալսարան եւ բացառության կարգով ոնց որ ընդունվեցի միանգամից 3-րդ կուրս։ Այնտեղ իմ բաժինը երաժշտություն եւ կինո։ Մյուզիկ եւ սինեմա բաժինն էր, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց գնալ այնտեղ սովորելու եւ որոշեցի, որ պետք է այստեղ շարունակեմ երաժշտական ճանապարհս, դիմեցի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ Եվ մինչև օրս սովորում եք այդտեղ։ Մինչև օրս սովորում եմ։ Որ կուրսում։ Հիմա 3-րդ։ Մնաց 1 տարի ընդամենը։ 1 տարի հետո որպես պրոֆեսիոնալ երաժիշտ դուրս կգաք բուհից, ճիշտ է։ Եվ ինչու՞ չէ, որպես նաև հնարավոր է մանկավարժ։ Նույնիսկ։ Լավ, սպասենք, տեսնենք ինչ է լինում։ Ընտանիքի անդամները ովքեր են։ Իմ ընտանիքի անդամները Հայաստանը ապրում ենք ես, հայրս, մայրս եւ եղբայրս։
բոլորը իրավաբան են, իմ տատին եւ պապիկն են, տատիկը եւ պապիկն են, բոլորը իմ շրջապատում ընտանիքում բոլորը իրավաբան են։ Ինչպես վերաբերվեցին այն փաստին, երբ ասացիք շնորհակալություն, բայց ես դառնում եմ երգիչ։ Միայն աջակցությամբ Գովելի է։ Աջակցել են իմ ընտանիքի անդամները ամեն հարցում ինձ, անգամ այն հարցում, որ տղա ջան 7-րդ կուրս իրավաբանական, բայց չէ, հասկացել են ինձ, որ ես ուզում եմ իմ ճանապարհը շարունակեմ, իմ պատմությունը կերտեմ, ասենց ասած, ու գնամ դեպի երգերաժշտություն։ Վերանորոգման աշխատանքները ով է իրականացրել։ Վերանորոգման աշխատանքները Եվ դիզայնի հեղինակը ով է։ Այո, դիզայնի հեղինակը մեծամասամբ ես եմ ճիշտն ասած։ Իրոք։ Այո։ Իմ ճաշակով ասած վերանորոգված բնակարանը նկարները մայրս է ընտրել, ու դիզայներական տենց ոճով լուծում, այո։ Կարծես թե հյուրասենյակում ամեն բան պարզ է։ Մենք կարողանանք նաև դուրս գալ պատշգամբի հատված տեսնել, թե ինչ տեսարան է բացում դա մի փոքր ավելի ուշ։ Հիմա շարժվենք առաջ, խնդրում եմ ուղեկցեք մեզ, բայց այս պատի մոտ կային տարատեսակ դետալներ, որոնց ուզում եմ անդրադառնանք։ Սրանք բերել են ձեզ համար, թե դուք եք բերել ձեզ համար։ Ճիշտն ասած, այս արձանները ես ծնվածս օրվանից եղել եմ մեր բնակարանում, ու մենք մեր բնակարանում միշտ ունենք, այսպես ասած, սուրբ անկյուն։ Կան լիքը շատ բաներ, որ օրինակ սա Իսպանիայից են բերել ծնողներս, սա Ֆլորենսից ենք բերել, բայց հիմնական այլ երկրներից բերած հուշերը իմ սենյակում են ճիշտ ասած։ Այդպես։ Շարժվենք առաջ։ Գնացինք։ Ուր ենք գնում։ Եկեք առաջինը գնանք իմ սենյակ։ Գնանք։ Քանի քառակուսի մետր է բնակարանը։ 110։ 110-ը։ Այո։ Լավ։ Ուղեկցեք մեզ, հասանք ձեր սենյակ, շատ լավ։ Սա իմ սենյակն է։ Համեցեք։ Օրվա մեծ մասը անցկացնում եք ննջասենյակում, խոհանոցում, թե հյուրասենյակում։ Օրվա մեծ մասը իրականում տանը չեմ լինում, բայց ընտանիքի անդամների հետ ես շատ սիրում եմ օրինակ օրվա ամփոփումը, քննարկումները եւ այլն անցկացնել խոհանոցում ենք լինում։ Սենյակում լինում եմ այն ժամանակ, երբ որ ձայնավարժություններ եմ անում, փորձում եմ ստեղծագործել, պարապում եմ, այդ ժամանակ եմ լինում սենյակում։ Սա այդ անկյունն էր, որ ասում էի ձեզ։ Քանի որ դուք նշեցիք, որ ձայնավարժություններ եք անում եւ մենք երկուսս էլ բեմի մարդիկ ենք, խնդրում եմ ինձ մեկ ձայնավարժություն կսովորեցնեք, ես աշխարհի ամենավատ լսողություն ունեցող մարդկանցից մեկն եմ։ Իհարկե կսովորեցնեմ։ Ուրեմն ես ոնց եմ անում ձայնավարություններ տանը։ Կան կուրսեր, որպեսզի ես չնվագեմ եւ անեմ, երբ տիրապետում եմ կարողանում եմ նվագել, ուղղակի որպեսզի կոնկրետ ուշադրությունը լինի ձայնավարժության ճիշտ շնչի վրա, միացնում եմ կուրսերը եւ այդպես անում եմ, ձեր թույլտվությամբ ցույց տա։ Այս YouTube-ի ռեկլամները։ Այո, մենք բոլորս սկսել ենք դառնալ մի փոքր ավելի նյարդային գովազների արդյունքում։ Եվ հատկապես երբ բոլորիս հրավիրում են ինչ-որ եկեղեցիներ, չի վերջանալու երբեք այդ գովազդը, կարծում եմ։ Նայեք, սկզբում պետք է սկսենք սենց։ Սենց աստիճանաբար բարձրանում է։ Սեյրան, ես հասկացա, որ չեմ ցանկանում խայտառակվել ամբողջ հանրության առաջ, շնորհակալություն, ես չեմ անի այդ ձայնավարժությունը։ Այդ խայտառակվել չի, բանջա։ Չէ, չէր ստացվել ինձ մոտ ճիշտ նոտաներով դա անելը եւ բավականին ծիծաղելի է։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ունի ցանկություն եւ այդ նպատակ, ամեն ինչ հնարավոր է ու ամեն ինչ կստացվի։ Կիթառներ կան շատ ձեր սենյակում, հատկապես պատին գեղեցիկ լուսային ձևավորմամբ կիթառ կա, էլեկտրոկիթառ կա, երկուսը նաև պատյանների մեջ են։ Դուք սիրում եք էլեկտրոկիտար, թե ակուստիկ գիտար։ Շատ տարբեր են իրականում, թե տեխնիկապես, թե հնչողությամբ։ Իրականում շատ սիրում եմ կլասիկ գիտարի ձայնը, քաղցրած ձայնը շատ։
Իսկ տիրապետում եք։ Այո։ Խնդրում եմ, մի փոքրիկ հատված մեզ համար եւ մեզ դիտող մարդկանց համար։ Իհարկե։ Ցանկալի կլինի նաեւ ձեր հեղինակային երգերից, եթե հնարավոր է գիտարի ուղեկցությամբ։ Իրականում այն երգերը, որոնք հրապարակված են, ես չեմ անձամբ գրել, համագործակցել եմ Ռաֆի Տալթունյան, իմ լավ ավագ ընկեր, իմ առաջի երգը ինքն է գրել։ Նիկ Էգիբյանի հետ ենք համագործակցել, իրանց գրած երգերն եմ մատուցել, ասենց ասած։ Եղբորս հետ ենք փորձում ստեղծագործել։ Նա նույնպես երաժիշտ է։ Նա նույնպես երաժիշտ է, նա նույնպես ցանկացավ շարունակել այս ուղղությամբ։ Իր հետ ենք փորձում ստեղծագործել, բայց դեռ չենք հրապարակում։ Ուզում ենք լավ, գեղեցիկ բաներ ստանանք, նոր կիսվենք մեր Դե մի բան ընծայեք մեզ, խնդրում եմ գիտարով։ Որքան ժամանակ է որ տիրապետում եք այս գործիքին։ Փոքր ժամանակ եմ հաճախել գիտարի դասընթացների, 5 տարի հաճախել եմ գիտարի դասընթացների, ավարտել եմ։ Եկավ ժամանակ, որ մի փուճուր անտեսեցի նրան, որովհետև ցանկանում էի ավելի շատ կենտրոնալ վոկալի վրա, զբաղվել վոկալով։ Բայց էլի անբաժան մասա, իմ օրվա անբաժան մասա, տենց չգիտեմ, կլինեմ տխուր, կլինեմ ուրախ, ինչ տրամադրությամբ որ լինեմ, ինքը իմ տենց լավագույն ընկերներից մեկն է, որ վերցնում եմ, նվագում եմ մի քանի ակորդ երաժշտություն ու տենց լրիվ բոլոր մտքերը անցնում են։ Շատ լավ, վայելում ենք։ Ոյ կներեք, պետք է լարեմ։ Լարեք, մենք նաև կտեսնենք թե ինչպես եք լարում գիտարը։ Փոքրիկ գիտարին ինչպես էին անվանում, ուկուլելե։ Ուկուլելե, այո։ Տիրապետում եք նաև դրան։ Տիրապետել ասելով ակորդներ, հա, միայն որ օրինակ նայում եմ ինչպես է ակորդները ու ըստ երգի արդեն նվագում եմ։ Սա գիտարահարների անբաժան մասն է, ծուները, որ հեռախոսի մեջ կա եւ պետք է Կարելի է ենթադրել, որ բավականին երկար ժամանակ է, որ չեք մոտեցել այս գործիքին։ Չէ։ Լարից ընկնելու պատճառով։ Չէ, նոր է գիտարը, ծնունդիս եմ ստացել նվեր, Շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալ եմ։ Եվ երբ որ գործիքը լինում է նոր, այդ ժամանակ ոնց որ իր լարերը ընկնում են։ Մենակ կարծես մի լարն է, որ տենց լավ Ինչ կուզեք ձեզ համար նվագեմ։ Կատարումը հնչում է Դավիթ Վարդանյանի համար, կկատարի Սեյրանը, խնդրեմ։ Իրականում կարող եմ նվագել իսպանական ռոմանս։ Սիրով։ Սա Ռուբեն Հախվերդյան չի ներողություն։ Ոչ։ Ձեր գնչուհին բախտս կարդաց, իմ հայացքի մեջ մոխրացած, նա կիսաձայն ինձ շշնջաց, որ ես ճամփորդ եմ ուշացած, որ իմ գնացքն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից, ով որ իմ սիրտը գողացել է, արդեն հերոյ է ինձանից։ Բրավո, Սեյրան, շնորհակալություն, բայց շատ նման է Ռուբեն Հախվերդյանի այդ ստեղծագործությանը։ Դա ռոմանս է, այո, Տրամադրություններ նման, այո, տրամադրություններ նման, կա ուրիշ ավելի իսպանական մի փոքր ավելի կրքոտ, ավելի Անտոնիո Բանդերասի տրամադրությանը համահունչ։ Բրավո Սեյրան, հիանալի էր, շնորհակալություն։ Հիմա անդրադառնանք արդեն տարատեսակ փոքրիկ դետալներին։ Շատ երաժշտական գործիքներ կրկին այդ հատվածում։ Այո, սա հարվածային գործիքներ, շխկան գործիքներ։ Շխկան, այո, շեքերներ։ Սա ուկուլելեն է, տենց իրան ճիշտ ասած շատ չեմ օգտագործում։ Կարող է երգեր գան, օրինակ մտքից, որ
հետաքրքիր կլինի կատարել ուկուլելեով, որպեսզի ինչ-որ նոր մոտեցում ցույց տան։ Օրինակ Իտալիայում ես իրեն վերցրել էի, երբ որ ընտանիքիս հետ գնացել էինք Իտալիա հանգստի, ես իրեն վերցրել էի իմ հետ ու շատ հայտնի իտալական երգ Sara perché ti amo, այդ երգը փորձեցի ուկուլելեով կատարել։ Ստացվեց։ Այո, ստացվեց։ Չեմ հավատում, ապացուցեք։ Չեմ կարող ճիշտ ասած, որովհետև դա շուտ է չեմ հիշում, էլի ակորդը։ Իմ Instagram-ին էջում կա, կարող նայել։ Իսկ այս գործիքները ես ճիշտ ասած տարբեր երկրներից եմ բերել։ Որպես հուշանվերներ։ Որպես հուշանվերներ, այո, տարբեր երկրներից եմ բերել։ Օրինակ, սա Մալդիվյան կղզիներից նվեր եմ ստացել, այս շխշխիկները, շեյքերները։ Ինչ է ճամպրուկի մեջ։ Ճամպրուկի մեջ վինիլ։ Օ, Վինիլ է սա։ բայց իմ եւ ձեր սերունդը պետք է որ չիմանար դա ինչ է եւ պետք է չսիրեր դա, կան արդեն թվային տեխնոլոգիաներ, կարելի է օգտվել դրանցից։ Հասցնում եք վինիլով որևէ բան լսել, թե գեղեցիկ է եւ այդքանը։ Ես իրականում շատ եմ սիրում վինիլային դիսկեր, վինիլ շատ ուրիշ հնչողություն ունի, շատ նուրբ, մաքուր հնչողություն ունի։ Սա նվեր եմ ստացել կրկին իմ ծննդյան արդով Ջեքսոնի ալբոմն է։ Ես իմ երաժշտական ճանապարհը այն ցանկությունը, որ զբաղվեմ երգով ու երաժշտությամբ, իրականում հենց սկսել է Ջեքսոնից։ Որ երգից հատկապես։ Black or White։ Black or White երգից ու հենց սա այն ալբոմն է, որտեղ կա այդ երգը, դրա համար վերցրել եմ ես։ Ունեմ նաև արձանը Ջեքսոնի այնտեղ։ Դա իմ 10 տարեկանի նվերն է եղել ու իմ ամենասիրելի նվերներից մեկն է եղել, որովհետև շատ երկրպագում եմ։ Մինչև օրս թե անցավ դա։ Մինչև օրս երկրպագում եմ Ջեքսոնին, փոփի արքա, կարծում եմ լավագույններից լավագույնը։ Նաև շատ սիրում եմ ռոք ժանրը։ Ռոք ժանրից ամենասիրելի, ասենց ասեմ, Ռամշտայնը։ Ոչ։ Ռամշտայնը ծանր է։ Շատ սիրում եմ Queen խումբը։ Ահա։ Queen խումբն եմ շատ սիրում, բազմաթիվ անգամներ նայել եմ Bohemian Rhapsody ֆիլմը։ Ու հիմա ճիշտ ասած շուտով պետք է Michael ֆիլմ դուրս գա։ Այո։ Այդ սպասում եմ անհամբեր այդ ֆիլմին, որովհետև իմ ճանապարհը սկսվել է Ջեքսոնից։ Անդրադառնանք այստեղ արկա տարատեսակ հուշանվերներին, որոնք են ձեզ համար բերել, որոնք եք դուք բերել։ Մեծամասնությունը ես եմ բերել։ Հասցրել եք լինել այսքան շատ երկրներում։ Երկրներից եղել եմ Ֆրանսիայում, Իտալիայում, Միացյալ Նահանգներում, Էմիրատներում, Եգիպտոսում, այստեղ արաբերենով գրված է իմ անունը։ Սեյրան։ Այո։ Սրանք բերել եմ Եգիպտոսից։ Սա բերել եմ Փարիզից, Էֆելյանը։ Սա վերցրել եմ Միացյալ Նահանգներից Universal Park-ից, ստուդիայից, այո։ Նշեցիք, որ ԱՄՆ-ում ցանկանում եք ուսումնառություն ստանալ երաժշտություն եւ կինո բաժնում։ Կինոյում որպես պետք է լինեիք կինոերաժիշտ, այսինքն մարդ, ով երաժշտություն կգրի կինոյի համար, թե որպես դերասան, որպես դերասան։ Նաև հետաքրքրված եք դերասանական արվեստով։ Կան դերասաններ, ովքեր ձեզ համար համարվում են էտալոն։ Շատ սիրում եմ դերասաններից Benedict Cumberbatch, բոլորի համար հայտնի Doctor Strange, ցենց ասած, իր կերպարը որպես դերասան շատ սիրում եմ Tom Hardy-ին։ Սիրում եմ Al Pacino-ին, նաև ամենասիրելի ֆիլմերից մեկը Կնքահայրը, իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է։ Կնքահայրը 1, եւս 2 ֆիլմ կնշեք, որոնք շատ եք սիրում եւ խորհուրդ եք տալիս դիտել։ Իհարկե, եկեք մեկը սերիալ նշեմ, չեմ կարող։ Game of Thrones, Գահերի խաղը, այո։ Պատտեք թող գա այդ ձայնը։ Գահերի խաղը։ Գահերի խաղը շատ եմ սիրում, այդտեղ ունեմ գլխավոր կերպարներից մեկին, այս Ֆրեդի Մերկուրին է, նշածս Queen խմբից, ունեմ Գահերի խաղից այսպես կարտեր, Գահերի խաղը շատ եմ սիրում։ Եվ եւս մեկ ֆիլմ, որ կնշեմ,
Եկեք էլի սերիալ ասեմ, Շերլոկը։ Նաև որ ամենասիրելի դերասաններից մեկը, երկրորդը որ շատ եմ սիրում այդպիսի կրիմինալ բացահայտումներ, հետաքրքիր այդպիսի ֆիլմերը եւ սերիալները։ Համաշխարհային դերասանական արվեստում ներողություն ընդհատեցի ձեզ։ Համաշխարհային դերասանական արվեստում հասկացանք, համաշխարհային երաժիշտ արվեստում նույնպես հասկացանք։ Իսկ ժամանակակից հայ երգարվեստում եւ դերասանական արվեստում կան մարդիկ, ում խաղը եւ գործունեությունը որպես երգիչ կամ որպես դերասան ձեզ դուր են գալիս։ Իհարկե, շատ եմ սիրում մեր հայկական մշակույթը, հայ երգիչ երգչուհիներին, կառանձնացնեմ աղջիկներին, թե տղաներին, աղջիկներից օրինակ ժամանակակից նոր շատ հավանում եմ Բրունետի գործունեությունը, Դիլիթի գործունեությունը, Լիլիթի գործունեությունը։ Իրականում ես մելոման եմ ու տենց չեմ սահմանափակվում ինչ որ կոնկրետ երաժշտական ժանր լսելով, սիրում եմ լսել ամեն ինչ, սիրում եմ լսել այն, որտեղ ինձ կգտնեմ, որտեղ կհանգստանամ, կուրախանամ կամ թեկուզ կտխնեմ։ Շատ սիրում էի Հայկոյի ստեղծագործությունները, այո, Հայկոյին եմ շատ սիրում։ Սարոին նույնպես շատ լավ, բոլորը ունեն շատ լավ գործեր, որ թե առիթներին, թե սիրալված ժամանակ, թե տխուր ժամանակ կարելի է լսել։ Իվետային եմ Մուկուչյան սիրում, ինչու՞ չէ նաև նշել եմ մի անգամ, որ շատ կուզենայի նաև դուետ ունենալ նրա հետ, բայց այս պայդրությամբ ավելի կենտրոնացած եմ, ասենց ինքս ինձնով, հա, ասենց ասեմ, փորձեմ գնալ այդ ճանապարհը, անցնել այդ ճանապարհը, հետո արդեն մտածել համագործակցությունների, դուետների մասին։ Դուք նշեցիք, որ Մայքլ Ջեքսոնի սև կամ սպիտակ երգը ձեզ շատ տպավորել է։ Իսկ իրականում սև թե սպիտակ։ Սպիտակ։ Եկեք տրամադրվենք սպիտակ ամեն առումով, որպեսզի լավ չունած այդ սև սպիտակ երգը մի քիչ ուրիշ գաղափար ունի, հա, չգնանք ուրիշ կողմ, բայց սպիտակի հա ինչի համար եմ ասում, որպեսզի լույսն եք սիրում ավելի շատ, ցերեկն եք սիրում ավելի շատ, քան գիշերը։ Այո։ Գիշերային մարդ չեք։ Չէ, այդքան։ Սիրում եմ աշխույժ, սիրում եմ աղմկոտ, օրինակ փողոց, սիրում եմ, որ այնց կյանքը աշխույժ է, էլի։ Լավ։ Սեյրան ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Հետևում եք մեզ որևէ հարթակում։ Այո, հետևում եմ Instagram-յան հարթակում։ Չեմ հավատում։ Ցույց տվեք։ Հիմա ցույց տամ։ Բայց խնդրում եմ այնպես պահեք հեռախոսը, որ մենք տեսնենք, որ դուք չեք արագ սեղմում follow կոճակը։ Չէ, ոչ մի արագ follow կոճակ։ Մի փոքր վերև, ամեն բան ճիշտ է, շնորհակալություն, իսկ այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր բացահայտումները։ Շատ լավ։ Սեյրան համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաև նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաև մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Ամեն բան ճիշտ է, սիրով նվիրում ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։
Շնորհակալ եմ շատ։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Մենք նույնպես շնորհակալ ենք, գտնվում ենք Խոհանոցի հատվածում։ Դուք այստեղ հանդես եք գալիս որպես արարող, թե որպես սպառող։ Այստեղ հանդես եմ գալիս որպես սպառող, ճիշտ ասած։ Խոհանոցի հետ կապված իրականում այդքան մոտ ընկերներ չենք մենք, ես չեմ կարողանում սարքել եւ այլն, եղբայրս է շատ համեղ կարողանում պատրաստել։ Հաջորդիվ կայցելենք ձեր եղբորը, արդեն քաղցած չէի սպասում հավաքման։ Սիրով ինքն է շատ համով կարողանում է սարքել։ Սա երևի տան, ինչպես նշեցի, ամենասիրելի վայրերից մեկն է, որտեվ օրվա ամփոփումները, քննարկումները ապագայի վերաբերյալ հաջորդ օրվա վերաբերյալ կլինի, ծնողներիս թե եղբորս հետ անցկացնում ենք ստեղ։ Ես շատ սիրում եմ նաև սուրճ խմել ու հիմնականում սուրճը անպակաս սեղանից այսպես ասած։ Քանի որ գտնվում ենք Խոհանոցում, քննարկենք նաև ներքին Խոհանոցին վերաբերող հարցեր։ Դուք նախորդ հատվածում նշեցիք, որ սիրում եք երաժշտություններ, որոնք համապատասխանում են ձեր տրամադրությանը, ուրախ ժամանակ, սիրահարված ժամանակ, սիրահարված եք Սեյրան։ Ոչ, այսպես սիրահարված չեմ։ Չունեմ ներքին Խոհանոց այս բայդրությամբ, որ պատմեմ ձեզ։ Դե բնականաբար սիրահարված եղել եմ դպրոցական տարիքում։ Առաջի սեր ասված այսպես է եղել է, ուղղակի հիմա միայնակ եմ։ Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ունեն կողակից եւ խոսում են դրա մասին, հանրային դեմքերի մասին է խոսքը, դա խանգարում է երկրպագուների մեծ բանակ ունենալուն։ Համաձայն եք այդ ամենի հետ։ Միգուցե համաձայն եմ, բայց նաեւ կարծում եմ, որ ճիշտ կողակցի ընտրությունը նաեւ այս ասպարեզի հետ կապված միայն աջակցությունն է, հասկանալը կողակցին, որ օրինակ հանրային դեմք է եւ հնարավոր է լիքը շատ երկրպագուներ լինեն, երկրպագուհիներ լինեն, այո, ես հիմա չունեմ այդ մտածելու կարիք։ Բայց ունենալու եք վստահ եմ շատ մոտ ապագայում, որովհետև շատ լավ եք տրամադրված եւ սիրով եք անում այն ամենը, ինչով որ զբաղվում եք։ Եղել եք նաեւ տարատեսակ երկրներում եւ որ երկրի խոհանոցն է ձեզ ամենաշատը դուր եկել։ Ամենաշատը դուր եկել իտալական խոհանոցը։ Պաստաները եւ պիցցաները։ Պաստաները եւ պիցցաները, այո, շատ համեղ է այնտեղ ամեն ինչ։ Իրականում, եթե խոսենք Հայաստանից, Հայաստանի խոհանոցը ինձ թվում է այդ կոնկուրենցիայի մեջ դաժե չի մտնում, որովհետև Հայաստանի խոհանոցը շատ հայկական խոհանոցը շատ համեղ է։ Եթե բացառենք հայկականը, չհաշվենք հայկականը, կնշեմ իտալական խոհանոցը։ Իտալիայում հասցրեցիք լինել օպերաներում, թանգարաններում, ձեզ հետաքրքրող մասնագիտական տեղերում։ Այո, եղել եմ Ֆլորենսում թանգարաններում։ Ուֆիցի։ Կներեք։ Ուֆիցի։ Դավիթի արձանն եմ շատ ուզեցել գնամ տեսնեմ ճիշտ ասած։ Եվ պարտադիր ներկայ եմ գտնվել Միլանի խաղին, San Siro-ում եմ գնա San Siro մարզադաշտում, շատ եմ սիրում ֆուտբոլ ու տենց պարտադիր պայմաններ, որ նաև լինեմ այնտեղ։ Ինչու համար եմ շեշտում նաև Միլանը, սիրելի լեգենդար ակումբներից մեկն է, քանի որ շատ երկրպագում եմ Բարսելոնային եւ Միլանը եւ Բարսելոնան։ Եվ նրանց մարզահակոսները նման են իրար։ Բացի այդ, նաև երկուսն էլ 1899 թվին են հիմնվել որպես ակումբ։ Հայկական ֆուտբոլի մասին ինչ կասեք։ Հայկական ուղղակի ասեք ինչ-որ բան։ Չէ, օրինակ մեր հիմա Նոա ակումբը շատ լավ խաղում են, շատ առաջ են գնում, ամեն ինչ հաստատ լավ լինելու, պետք է հավատալ, երկրպագել, քանի որ ֆուտբոլիստներին նաև շատ պետք է այդ ոգին, որպեսզի դուխ էլի որ այդ ամեն ինչը նաև այդ աջակցությունը շատ կարևոր է ու վստահ եմ շատ լավ է լինելու ամեն ինչ։ Ասում եք, որ տունը ամբողջությամբ ձեր ճաշակով է վերանորոգվել, կահավորվել։ Բույսերի հետ կապված կրկին ընտրությունը ձերն է, եթե դեմ չեք սա բացենք որպեսզի տեսնեն մարդիկ, բույսերը կրկին ձեր ընտրությունն է, թե սա արդեն մայրիկի։ Սա մայրիկի ընտրությունն է, ճիշտ ասած, ես բույսերի հետ կապ չունեմ։ Լավ։
Դուրս գանք պատշգամբի հատված։ Գնանք։ Տեսնենք ինչ տեսարան կա ձեր Գնանք։ պատշգամբից բացվող։ Սուրճը կարծում եմ վայելում եք նաև պատշգամբում։ Այո, անբաժան Հարմար եղանակներին իհարկե։ Դեռևս ունեք տեսարաններ, բայց հենց այս պահին տեսնում ենք, որ շատ շուտով չեք ունենալու այս տեսարանը, վստահաբար այստեղ կկառուցվեն բարձրահարկ շենքեր։ Աղմուկները ձեզ չեն խանգարում։ Չէ, ես իրականում սիրում եմ Փողոցային աղմուկը, հա, բայց շինարարական աղմուկը մի փոքր այլ բան է եւ համաձայն եմ, բայց եթե անկեղծ ասեմ, չի լսվում, չի խանգարում, էլի այս կողմի վրա։ Շինարարականն այդքան չեմ լսել, որ խանգարի, ասենց ասած, իսկ փողոցային աղմուկը շատ եմ սիրում։ Տեսարաններ դեպի Արագած լեռը, որ այս պահին ցավոք սրտի չէր երևում, Արա լեռը։ Ինչպես եք վերաբերվում այն երևույթին, երբ քաղաքում մոտավորապես կես ժամը մեկ նոր շենքի հիմք է գծվում։ Դե չգիտեմ։ Այդ ամեն ինչը ինձ թվում է դե Լավ, հասկացա, չեք ցանկանում պատասխանել այս հարցին, ես ձեզ այլ հարց կտամ։ Նորակառույց շենք է, գտնվում ենք Արաբկիրի տարածքում, բայց վստահաբար դուք միշտ չէ որ այստեղ եք ապրել, որովհետև այստեղ մի ժամանակ ոչինչ չկար։ Որտեղ եք ապրել մինչև այս։ Կրկին Արաբկիրում է եղել մեր իմ բնակարանը, ներկայիս Լևոն Խեչոյան փողոցում է եղել։ Այնտեղ էինք ապրում, 4 տարի արդեն տեղափոխվել ենք Գրիբայդև փողոց, այո։ Եվ շատ գոհ եմ, շատ սիրում եմ այստեղ։ Ընկերներ, ովքեր մնացին Մանումենտի հատվածում, կապը պահվել է նրանց հետ։ Իհարկե պահվել է, իհարկե բախտս բերել է շատ ընկերների առումով, շատ լավ ընկերներ ունեմ, իրանք էլ բոլորը տարբեր մասնագիտությունների, ծրագրավորող ընկերներ ունեմ, բիզնեսմեն ընկերներ ունեմ, ու իրանք էլ կրկին իմ առօրյայի անբաժան մասն են ու իրանց աջակցությունը նույնպես ոնց որ ավելի ողջևորում է, որպեսզի արել, գործել, ստեղծագործել։ Այս շենքում ունեք ընկերներ կամ հարևանների հետ մտերմություն անում եք թե ոչ, չեք հասցրել միգուցե դեռ ծանոթանալ ձեր հարևանների հետ։ Այս շենքում ունեմ շատ մտերիմ ընկերներ, որ հարազատներ մեր վերևի հարկում են բնակվում, հորեղբորս ընտանիքն է բնակվում։ Նաև այդ առումով է բախտս բերել, որովհետև երբ որ օրինակ գիտարը բարձր միացնում եմ կամ օրինակ երգում եմ, չեմ խանգարում, փորձում եմ նենց անեմ չխանգարեմ, ու անգամ լինում է փոքր քուրիկս զանգում է հեռախոսից Սեր մի հատ երգը կերքես, մի հատ երգը կերքես, լսենք իրենք վերևն են բնակվում։ Չէ, ժողովուրդը շատ լավն են, ամեն ինչի հետ կապված, թե կլինի օրինակ կայանման տեղերը եւ այլն, շատ լավ կողքիկ ամեն ինչ մտածված է։ Գնանք առաջ։ Շարունակենք ձեր բնակարանը բացահայտել եւ խնդրում եմ նշեք թե որ հատված ենք տեղափոխվելու այս բանը։ Եկեք հիմա տեղափոխվենք եղբորս ննջասենյակ։ Եվս մեկ ստեղծագործող մարդու մոտ։ Ունենք իր թույլտվությունը առանց իրեն։ Իհարկե ունենք։ Իհարկե ունենք։ Գնացինք։ Քանի տարեկան է նա։ Նա 19 տարեկան է։ Եվ ինչով է զբաղվում։ Նա նույնպես զբաղվում է երաժշտությունով, երգով։ Ես էլ նա էլ սովորել ենք ֆրանսիական քոլեջում։ Նա սովորում էր ծրագրավորման բաժինը։ Ես տեսնում եմ, որ նա Marvel-ի սիրահար է։ Այո, եւ մասնավորապես Սարդ Մարթը կերպարի շատ սիրում է այդ Դիմակը, այո, հիմա լիքը գաղտնիքներ կարող է բացահայտվի։ Պարզվի, որ հենց նա է Սարդ Մարթը իրական։ Պրոֆեսիոնալ երաժիշտ է, թե այլ մասնագիտություն կա։ Ոչ, նա նույնպես խորացված սովորում է երաժշտությունը։ Սոլֆեջո էլի անատական վոկալ, տիրապետում է դաշնամուրին, դաշնամուրի իր գործիքն է։ Իսկ դուք չեք տիրապետում։ Ես էլ եմ տիրապետում, մի քիչ նվագում եմ, ավելի շատ ինքնուս եմ կարելի ասել դաշնամուրի։ Ինքնուս մի բան կկարողանանք վայելել ձեր մատուցմամբ։ Այո, քանի որ նաև խոսեցինք ֆիլմերից ու եւս շատ մի գեղեցիկ ֆիլմ կա, գումարած մեկ ֆիլմը, ֆրանսիական ֆիլմ է, թե չեմ սխալվում, ես կարող եմ ձեր համար կատարել հենց Սիրով, մենք ձեզ իհարկե թիկունքից երևի թե կվայելենք։
այսպես չգիտեմ Սիրան, բազմակողմանի տաղանդավոր եք դուք։ Շնորհակալ եմ։ Եվ շատ հաճելի է, որ մարդիկ, ովքեր զբաղվում են որևէ բանով, դրան վերաբերվում են ծայրահեղ լրջորեն եւ մաքսիմալ տրվում են այդ ամենին։ Շնորհակալություն ձեզ, ես վստահ եմ, որ մենք շատ մոտ ապագայում կլսենք ձեր անունը շատ ավելի մեծ բեմերից եւ հարթակներից։ Տեսնում եմ, որ նաեւ ձեր եղբայրը սիրում է համակարգչային խաղեր։ Այո։ Միայնակ խաղալ, թե ձեզ հետ խաղալ, թե ընտանիքի մյուս անդամների հետ խաղալ։ Ինքը հիմնականում խաղում է միայնակ, մենք խաղում ենք երկուսով, երբ որ խաղում ենք ֆուտբոլ, համակարգչով։ Նա նույնպես ֆուտբոլի երկրպագու է, նա երկրպագում է գերմանական ֆուտբոլ ավելի շատ, սիրում է Բորուսիա Դորտմունդ ակումբը, շատ երկրպագում է նաև F1 Ֆորմուլա 1-ի, այո, երկրպագու է, շատ տաղանդավոր, շատ գեղեցիկ մտքեր ունի երգի եւ առասարակ երաժշտության հետ կապված, ու հիմնականում փորձում ենք ստեղծագործել միասին։ Ես ձեր Instagram-յան էջը թերթելիս հասկացա, որ դուք բազմաթիվ երգեր եք ընտրում եւ փոխում եք դրանց լեզուն։ Ֆրանսերենը դե հասկանալի է, որովհետեւ սովորել եք ֆրանսիական համալսարանում, բայց կային այլ լեզուներ, որոնցով դուք նույնպես փոխում եք երգերը։ Որտեղից ձեզ այդ կրթությունը։ Ես փոխել եմ երգեր իսպաներեն լեզվով ու ընտրել եմ հատուկ երգեր, որ իսպանական տրամադրությունը ունենան իր մեջ, որպեսզի խորտ չհնչի օրինակի համար։ Իսպաներեն չգիտեմ, ճիշտն ասած։ Այսքան երկար սպասում էի, որ հիմա կասեք, թե որտեղից ձեզ այդ կրթությունը, գիտելիքները։ Իսպաներեն չէ, չեմ ստի, չգիտեմ իսպաներեն։ Ուղղակի քանի որ ցանկությունը շատ մեծ է նորովի ներկայացնելու երգերը, աշխատում ենք, թարգմանում ենք, նենց որ միտքը բառային հիմնականում նույնը լինի, միտքը չփոխվի երգի, հանգերը շատ կարևոր է, որպեսզի երաժշտության մեջ համահունչ լինի։ Արտասանությունը մեզ հիմա օգնում է արհեստական բանականությունը օրինակ, թե ինչպես ճիշտ է արտասանել, որ ավելի գեղեցիկ ստացվի։ Ու այդպես անում եմ նմանատիպ cover-ներ։ Կարծում եմ սիրվում է, որտեղ արձագանքը մեծ է լինում, գրում են շատ նամակներ են գրում, մեկնաբանություններ են գրում։ Հիմա մտածում եմ, փորձում եմ գտնել էլի երգեր, որոնք կարող եմ ներկայացնել ուրիշ լեզվով, բայց որ նաև հաճելի լինի լսողին, համ ես ինքս հաճույք ստանամ այդ ամեն ինչը անելուց։ Համաշխարհային աստղերի մեգա կատարումները վերջին շրջանում երբ ներկայացվեց արհեստական բանականության տարբերակով շատ ավելի շատ դիտումներ ունեցավ, քան բուն օրիգինալ կատարումը։ Ըստ ձեզ կգա մի ժամանակ, երբ աբոն կփոխարինի յուրաքանչյուրիս, թե ինձ, թե ձեզ։ Չէ, չի գա տենց ժամանակ, ես մտածում եմ, որ չի լինի տենց բան, որովհետև այդ ամեն ինչը զարգացնողը դա մենք ենք, մարդն է զարգացնում այդ ամեն ինչը, ու ես այդ արհեստական բանականությանը նայում եմ օրինակ ոչ թե օգնություն, հա, ասեն, դե բնականաբար օգնություն էլ, բայց միտքը այնա որ նա ոչ միայն օգնություն է, այլ նաև լինի մոտիվացիա, որ ես ավելի շատ փորձեմ մտածել, ես ավելի շատ փորձեմ անել, ավելի լավը անել, քան կանի ինքը։ Խնդրում եմ կնշեք ձեր եղբոր անունը։ Վահե։ Վահեի սենյակի ձևավորման հետ կրկին դուք եք։ Այո, իհարկե։ Ես եմ Առանց իր կարծիքը հաշվի առնելով, քո սենյակը պիտի կանաչ լինի ու վերջ։ Իր համաձայնությամբ է եղել սենյակը, իրականում ուղղակի այս ամեն ինչը ոնց որ ես առաջարկել եմ, ինքը, հա, լավ է, ինքը վստահում է իմ ճաշակին։ Լավ։ Շարժվենք առաջ։ Գնացինք։ Ուր ենք գնում։ Կարող եմ ձեզ ներկայացնել ծնողներիս սենյակը։ Շատ լավ։ Ձեր համատեղ ստեղծագործություններին երբ սպասել։ Մոտ ապագայում աշխատում ենք հիմա երկու երգի վրա ու ուզում ենք այնպեսի լինի, որ ամեն մեկը ուզում ենք այնպեսի երգ ստեղծել, որ ամեն մեկը իրեն գտնի այդ երգի մեջ։ Չեմ ուզում փակագծերը շատ բացել, ուղղակի աշխատում ենք ամենալավը մեզնից անենք, որպեսզի ներկայացնենք արդեն հանրությանը։ Լավ, հասանք ծնողների սենյակին արդեն։ Դեռ հյուրասենյակին կլինենք երևի թե, կարծում եմ։ Իհարկե։
Իրավաբաններ ձեր ծնողները։ Այո։ Եվ մինչև օրը զբաղվում են իրավաբանությամբ։ Այո, զբաղվում են իրավաբանությամբ։ Մայրս բանկում աշխատում է որպես գլխավոր իրավաբան։ Հայրս դատական համակարգում որպես դատավոր։ Ահա, հասկանալի է։ Շատ գովելի է վերաբերմունքը ձեր ընտրածողությանը, որովհետև այսպիսի դեպքերում հիմնականում ոչ միշտ, բայց երեխաները շարունակում են ծնողների ընտրած ուղին, ես ձեզ շնորհավորում եմ, ձեզ մոտ ստացվել է այդ սահուն անցումը։ Եվ այսպես ծնողների սենյակում ենք, ծնողները կարծես թե դեմ չեն ձեր ընտրությանը, եղբոր ընտրությանը նույնպես դեմ չեն, բայց ամեն դեպքում մեր երկրում դժվար է միայն արվեստով ապրելը։ Ինչ եք կարծում, կգա մի ժամանակ, երբ դուք որպես իրավաբան կշարունակեք ձեր գործունեությունը, որովհետև ամեն դեպքում 3 տարի սովորել եք որպես իրավաբան։ Կարծում եմ այդ գիտելիքները կմնան կյանքի համար, ես չեմ շարունակի իրավաբանությամբ, որովհետև ամբողջ հոգով եւ սրտով աշխատում եմ, փորձում եմ այս ասպարեզում կայանալ, որովհետև շատ եմ սիրում եմ ելույթ ունենալ, սիրում եմ ներկայացնել ինձ ժողովրդին, իմ երգերը, օրինակ, երբ որ, չգիտեմ, ինչ-որ առիթներ լինում է, որ ես ուզում եմ երգեմ, ներկայանում եմ, ոնց որ անընդհատ քիչ է լինում, ոնց որ էլի ուզում եմ ներկայանամ, իրավաբանությամբ չի լինի։ Ռեստորաններում հանդես կգաք ըստ ձեզ։ Այս պահին չէ, այս պահին ռեստորաններում չէ, հիմա ավելի շատ կենտրոնացած եմ իմ երգերը մատուցելու մարդկանց։ Ի վերջո, ո՞րն է ձեր ուղին, ո՞րն է ձեր ոճը, ինչպես եք շարունակելու, ո՞ր ոճում եք հանդես գալու։ Ըստ ձեր պատկերացումների վստահաբար դա փոխվելու է, բայց այս պահի դրությամբ դուք հաստատ ունեք ինչ-որ պատկերացումներ։ Այո, ես ինչպես նշեցի, շատ եմ սիրում երգը, երաժշտությունը։ Սիրում եմ լսել բազմատեսակ ժանրեր երաժշտություն։ Ես որ հանդես կգամ, դա կարծում եմ փոփ ժանրն է ավելի։ Սիրում եմ նաև ռոմանտիկ երգեր, ռոմանս երգել։ Դե տենց է, չէ, տենց տխուր երգերը ավելի են կպնում, ավելի հոգով ես մտնում այդ երգերի մեջ, ավելի շատ է հոգի լինում։ Փոփ ժանրում։ Ծնողների սենյակի կահավորումը, ձևավորումը, ինչպես հասկանում եմ, էլի ձեր ձեռքին է պատկանում։ Իսկ ով է այն պարուհին։ Այն պարուհին իմ տաղանդավոր ընկեր ունեմ, ինքը շատ գեղեցիկ նկարում է, սա իր առաջին գործերից է։ Այո։ Շատ գեղեցիկ նկարում է նաև հիմա գիրք է գրում։ Ռոբերտո է հեղինակի անունը։ Նրա անունը Ռոբերտ է, իմ էլի շատ մոտ, շատ մտերիմ ընկերներից է։ Սա իր առաջի գործերից է, մայրս շատ սիրում է զբաղվել է բալետով եւ թեմատիկ է, էլի նրա նվերը մայրիկին ցած ուզեցել է ուրախացնել ինչ-որ ձև։ Շատ հետաքրքիր է, ձեր տանը անցումները լինում են ծայրահեղությունից ծայրահեղություն, մայրիկը արվեստից անցել է դեպի իրավաբանություն, դուք իրավաբանությունից անցել եք դեպի արվեստ։ Այո։ Դրա համար էլ երևի թե նրանք հասկանում են ձեր որոշումները։ Երիտասարդ ժամանակ զբաղվել է բալետով եւ հիմա շատ ճիշտ ասացիք, էլի ոնց որ ես առաջնեկն եմ իրավաբանությունից անցել եմ երաժշտություն։ Իսկ որպես առաջնեկ ձեզ շատ արտոնություններ են տրվում, թե ոչ այնքան։ Ճիշտն ասած, պատասխանատվությունը որպես առաջնեկ նաև շատ մեծ է։ Ես փորձում եմ օրինակ լինել իմ եղբայրներին, ընկերներին ինչու՞ չէ, պատասխանատվությունն է ուղղակի շատ մեծ իմ համար, որ եթե ինչ-որտեղ ես սխալվել եմ, չեմ ուզենա իմ եղբայրը սխալվի, խորհուրդներ եւ այլն եւ այլն։ Հարաբերությունները եղբոր հետ ինչպիսին են։ Շատ լավ են։ Շատ ջերմ, ընտանեկան, ընկերական, կարևորը ընկերական հարաբերություններ են։ Մենք ինչ անում ենք, միասին ենք անում, եղբորս հետ ու եղբայրներիս հետ, հա, հորեղբորս ընտանիքը, ինչպես մի հարկ վերևում է բնակվում, մենք մի ընտանիք ենք, մեծ է իմ ընտանիքը, էլի, այսինքն գնում ենք հանգստի, գնում ենք միասին հանգստի, ինչ որ բան որոշում ենք անենք, անում ենք միասին, այդ համախմբվածությունը շատ է իմ ընտանիքում ու ես շատ շնորհակալ եմ Աստծուն այդ ամեն ինչի համար։
Տարիքային տարբերությունը խոչընդոտ չէ ձեզ համար, ձեր եւ ձեր եղբոր, որովհետեւ 5 տարին կարծես թե այդքան էլ քիչ թիվ չէ եւ դուք որպես մեծ եղբայր, ավագ եղբայր պետք է մշտապես հանդես գայիք մի փոքր ավելի իշխողի դիրքերից։ Այո, տարիքային տարբերությունը մեծ է, 5 տարի, բայց ես երբեք չեմ դադարում սովորել նաեւ տարիքով փոքր մարդկանցից, կլինի իմ եղբայրը նա շատ ցած խարակտերով, շատ լավ մտքերով, շատ լավ պատկերացումներով ու ինչքան ինքն է ինձնից սովորում, օրինակ ընդօրինակում, այդքան ես փորձում եմ լինեմ իր լավագույն ընկերը։ Իր լավագույն ընկերը, որպեսզի դե եղբայրների մեջ լինում են, չէ՞, որ ավելի շատ օրինակ ընկերների հետ կկիսվեն, եղբորից մի քիչ, չէ, մեր մոտ այդ հարաբերությունները չի, մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, ամեն ինչ անում ենք իրար հետ, աջակցում ենք իրար, sense ամենալավ ձևով։ Սերան, հետաքրքիր ձևավորում ունի ձեր կահույքը եւ ուզում եմ հասկանալ, սա ինչ է, որպես պատնեշ, որպեսզի մարդիկ չդիպեն այս ամենին, թե ուրիշ բան է։ Ոչ, սա դարակ է, ճիշտն ասած, այսպես բացվում է։ Յուրահատուկ կերպով էր։ Ես իրականում շատ եմ ման եկել, շատ ենք ման եկել արդեն ինտերիերի կահույքի հետ կապված ու ուզում էի ավելի մոդեռն, ավելի այնց գեղեցիկ տարբերվող ինչ-որ բաներ ու կարծում եմ ստացվել է։ Կարծում եմ մեզ մոտ նույնպես ստացվեց բացահայտել ձեզ, ձեր բնակարանը, ձեր բնավորությունը եւ ունենալ նաեւ տեսլական, թե ինչ է սպասվում մեզ բոլորից։ Շնորհակալություն Սեյրան հետաքրքիր զրույցի համար, կհանդիպենք արդեն դրան մոտ։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Շնորհակալություն անկեղծ զրույցի բաց սրտով ամեն բան ներկայացնելու համար Սեյրան, մենք հեռանում ենք իսկապես գեղեցիկ զրույց ունեցած եւ օրը վայելած, ամենակարևորը եւ նաեւ վստահությամբ, որ շատ մոտ ապագայում ձեր անունը կհնչի բարձր բեմերից եւ մենք կլինենք առաջիններից, ովքեր կասեն, որ ձեզ վաղուց էին բացահայտել։ Շատ շնորհակալ եմ ձեզ նույնպես գեղեցիկ օրվա, գեղեցիկ զրույցի համար։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Տեսություն։ Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными.